Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, ապա տեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, սա Ռուբեն Ռուբինյանի խոսքերն են։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ասել ազգային ժողովի փոխոսնակը անդրադառնալով նրան, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին ընտրությունների ժամանակ, այսպես կոչված հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։ Կարճ ասած, Նիկոլը դիմել է Կայա Կալասին, որպեսզի միջամտություն իրականացնեն Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ հանկարծ Նիկոլը չկորցնի իշխանություն։ Ապրես, այսինքն նրանք ծավալել են հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության բոլոր լեգիտիմ իշխանությունների դեմ, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջի օրվանից, սուտ եմ ասում, 94 թվականից սկսած նրանք այդ հիբրիդային պատերազմը ծավալել են մեր իշխանությունների եւ մեր պետականության դեմ։ Հիմա նրանք այդ նույն փողը ծախսելու են, որ թույլ չտան, որ նույն պատերազմը ծավալվի նրանց դրածոյի դեմ։ Արմեն Աշոտյանը շատ լավ էր ասել։ Ասում է առաջ Եվրամիությունը հովանավորում էր ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, հիմա Եվրոպան հովանավորում է բռնապետություն։ Այստեղ երևի տեղին կլինի եւս մեկ անգամ հիշացնեմ Անժելա Թովմասյանի պատմությունը։ Խնդրում եմ պատմի, որովհետև ես վստահ չեմ, որ բոլորը դրա մասին գիտեն։ Ես ամենտեղ որտեղ նստում եմ պատմում, այդ ամենասիրած դրվագն է Եվրոպայի այդ դվայնեն ստանդարտների եւ բանի ոնց են ասում դվուլիչայի այսպես ասած ամենացայտուն երեսպաշտության ամենացայտուն դրսևորումն է։ Այս Անժելա Թովմասյանին բոլորը գիտեք, միշտ է եղել է ասենք ընդդիմախոս, то есть նա Քոչարյանի ժամանակ էլ ընդդիմախոս եղել Սարգսյանի ժամանակ էլ եղել, հիմա էլ այսինքն նրա դիրքորոշման մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, բացի նրա ընդդիմախոսության օբյեկտի։ Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակ, երբ որ Անժելա Թովմասյանի մատը փուշ էր մտնում, Ամերիկայի, Բրիտանիայի, եվրոպական բոլոր պետությունների դեսպանները այդ խեղճ հեռախոսը պատռում էին, ինչա պետք, advokatապետք, ես իմ չգիտեմ փողապետք, ինչով կարանք օգնենք, միգուցե աջակցության կարիք ունեք, ամբողջ այդ իրանց ռելիզներով տարածում էին Հայաստանում խոսքի ազատության ճնշումը եւ այլն, մի խոսքով sense դոշով Անժելա Թովմասյանն էին պահում։ Հիմա Անժելա Թովմասյանի կրկնում եմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ինքը ինչ եղել է այն ժամանակ, տենց էլ հիմա շարունակում է մնալ։ Հիմա այդ կնոջ վրա 9 քրեական գործ կա, ինքը 9 դատավարության միջով է անցնում։ Կարակ գուշակեք քանի հոգի է այդ նույն ամերիկացիներից, եվրոպացիներից զանգել ասել ընկերուի ջան ոնց ես, կարող է օգնության կարիք ունես, խոսքի ազատությունը ոնց որ ճնշում են, 0, այսինքն ոչ ոք այդ հսկայական ժողովրդավարական բաստիոնից կներեք արտահայտությանս համար, ոչ մեկ չզանգեց, չհետաքրքրվեց այդ խոսքի ազատությունը, ոչ մի ռելիզներում, ոչ մի արձանագրություններում, ոչ մի բանաձևերում չի գրկվում, որ ժուրնալիստի վրա 9 քրեական գործ է հարուցված։ Սա է, ու բնական է, որ նրանք ֆինանսավորելու են Փաշինյանին, որտեղ նրանք Փաշինյանին բերել են իշխանության, որտեղ նրանք ունեն լուրջ խնդիրներ, ու այդ խնդիրների լուծումներից մեկը Ռուսաստանին այսպես շրջանցելու չխորանամ այդ բոլորը գիտեք, հա։ Դուրս բաղել տարածաշրջանից։ Հայաստանի չլինելը Եվրոպայի բարեկեցության գրավականն է։